Բոլոր լրատվամիջոցները գոնե մեծ մասը իմ ճանաչած հայտնի լրատվամիջոցների շատ բարեխիղճ հարկատուներ են։ Մենք այնքան մեծ հարկեր ենք վճարում, որ դա նույնիսկ բավականին դժվարացնում է մեր գործունեությունը, որովհետև իրենք գիտեք, որ հարկերը 5%-ից դարձրեցին շրջանառության հարկը 10% եւ մենք հիմա շատ ավելին ենք վճարում, քան առաջ էինք վճարում, եւ այդ հարկային հաշվետվությունը ես իմ Facebook-յան էջում նույնիսկ դրել եմ օրեր առաջ, որպեսզի տեսնի Ռուբինյանը, որ այս փոքրիկ խմբագրությունը, որտեղ մի 10 քանի մարդ է աշխատում, ինչքան օգուտ է տալիս այս պետությանը։ Այդ երկրորդ, երրորդը մեր բոլորի գովազդները մեր կայքերում բաց տեղադրված են։ Քիչ թե շատ գրագետ մարդը մտնում է հրապարակ եմ, 168 եմ, առավոտ եմ, չգիտեմ, Ռեփսիմեի էջը եւ տեսնում է թե ինչ գովազդներ են տեղադրված եւ կարող է տարական հաշվարկ անել թե այդ գովազդներից ինչքան գումար է մտնում եւ ինչ ֆինանսական շրջանառություն գոյություն ունի։ Ավելին ասեմ, ես նույն Ռուբինյանին առաջարկել եմ, ասել եմ վեր կաց արի խմբագրություն, քեզ հետաքրքրում է մեր ֆինանսավորողների ցանկը, ես պատրաստ եմ, այդտեղ կա կոմերցիոն գաղտնիք, բայց պատրաստ եմ, քեզ կտրամադրեմ մեր բոլոր 40 պայմանագրերը, կդնես, կնայես, կհաշվես, թվաբանություն կանես, եթե ես քեզ այդքան հետաքրքրում է այդ ֆինանսական մասը, կհամոզվես, որ մենք ստանում ենք ավելին, քան ցանկացած այլ լրատվամիջոց, ցանկացած պետական եւ իշխանական լրատվամիջոց եւ մենք ի վիճակի ենք մեր հոգսերը հոգալ մեր ստացած օրինական եկամուտների հաշվին։ Եվ երրորդը, մեր ախորժակը այդքան մեծ չի։ Ռուբինյանները պետք է իմանան, որ իրենք ստանում են 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձ, մեր լրագրողները ստանում են մի քանի 100,000 դրամ եւ բավարարվում են այդ ստացած գումարներով։ Մենք մեր կենսամակարդակը իրենց գոյության այս տարիներին բացարձակապես չի աճել, մենք ընդհանրապես վերարտադրության խնդիր ունենք, մեր ունեցածը պահելու խնդիր ունենք եւ այդ փոքրիկ աշխատավարձերը վճարելու խնդիր ունենք, որը հաջողությամբ լուծում ենք առանց որևէ լրացուցիչ ստվերային գումարի, եթե իրենք դրա կասկածներ ունեն։ Եվ էլ չեմ ասում, որ այս օպերատիվ միջոցառումներ իրականացնողները պարզա չէ, որ նաև ֆինանսական մեր մասերն են հետամուտ լինում, ուսումնասիրում, պետք գոյություն ունի, որը նաև կարող է հետևել տեսնել, քանի աշխատող ունեն գրանցված եւ այլ բոլոր հնարավոր միջոցներ ունեն իրենք այդ հարցերի պատասխանը ստանալու, բայց քանի որ իրանք մուտիլովշիկ են, իրանք պետքա որպեսզի վարկաբեկեն, օթում մեղադրանքներ հնչեցնեն, որոնց տակ ոչ մի հիմք չկա, իրենց արած իմաստը դա է, հնարավորինս արժե զրկել, վարկաբեկել լրատվական դաշտը։ Ռեփսիմեն այն օրը շատ լավ էր գրել։ Եթե մեծ գումարներ հետաքրքրեին, մենք այս գործով չէինք զբաղվի, եթե մենք ուզենայինք ավելին վաստակել, կգրեինք ճիշտ հակառակը, եւ ճիշտ հակառակը գրելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ գումար կստանայինք, քան այսօր մեր գրածի համար ենք մենք ստանում։